կփորձեմ շատ կարճ երկու հարց կա։ Առաջինը ես ասեմ, որ ժամանակին Եվրամիության հետ մենք համագործակցության եւ գործընկերության մեծ ծրագիր էինք անում, որի շրջանակներում օրենսդրության մոտարկումը բավական կարևոր մասն էր։ Ինձ հաջողվեց որպես հրավիրված փորձագետ մասնակցել քաղաքացիական պաշտպանության, ավելի ճիշտ ասենք բնակչության պաշտպանության, որովհետև իրանց մոտ civil protection-ը, բնակչության պաշտպանությունն է, civil defense քաղաքացիական, ռուսերեն կա, гражданская защита, гражданская оборона, մենք երկրորդ խոսքը կփոխենք, բնակչության պաշտպանություն, քաղաքացիական պաշտպանություն։ Բնակչության պաշտպանության եւ կայուն զարգացման բնագավառները 16 օրենք Եվրոմիության ես մանրակրկիտ ուսումնասիրել եմ անգլերեն լեզվով, կային օրենքներ մի քանի էջից, կային մի քանի տասնյակ, եւ առաջարկություններ արել եմ, դրա համար իրավունք ունեմ խոսել այլ երկրների օրենքներից եւ այլ։ Բացի դրանից ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության համապատասխան կառույցներում քննարկել ենք արտակարգ իրավիճակների հետ կապված օրենսդրության հիմքերում հիմնական սկզբունքները եւ չափորոշիչները, պարամետրերը, երևի։ Մասնակցել եմ եւ դրա համար տեղյակ եմ այդ հարցին։ 2004 թվին, երբ որ դուրս եկավ սահմանադրության նախագիծը, քննարկելից ես տեսա, որ հիմարություններ ա գրած այնտեղ եւ մեծ աշխատանք տպեցի, այդ թվում նաեւ մամուլում կարճ Գոլես Արմենիայի իմ նկարով գրել էի ինչի ա պետք արտակարգ գրող օրենքը սահմանադրական Հայաստանին եւ վերջում գրել էի դա օգոստոսի 14-ն է 2004 թվի մարտի 1-ից 4 տարի առաջ որ փորձերը առանց օրենքի արկայության մտցնել արտակարգ դրություն եւ իրականացնել ինչպես սահմանադրության նախագծում գրել էին իրավիճակից թելադրվող միջոցառումներ կբերի բազմաթիվ մարդկային զոհերի եւ այլ չեմ ուզում տնտեսական բան ես չգիտեի այդ կանխագուշակում չէր դա ուղղակի օրենքները իմանալու հիման վրա գրել էի որ ինչ կլինի 4 տարի հետո սահմանադրությունը ընդունվեց 2005 թվի նոյեմբերին նախագահն ստորագրեց դեկտեմբերին բայց ստորագրման պահից մինչև 2008 թվի մարտի 1-ը անցել էր 2 տարուց ավել ինչի եմ սա ասում որովհետեւ սահմանադրությունում կար մի քանի խելոք կետ որտեղ 43-4 հոդված գրած էր որ արտակարգ դրություն կարելի է մտցնել միայն օրենքով բայց դրա հետ միասին հիմարություններ էր գրած որ մինչև օրենքի ընդունումը կարելի է իրավիճակից թելադրվող միջոցառումներ անել, դա չեմ բացատրում, դա ինչի կբերի բան, ժողովուրդը քվեարկել է դարել է օրենք, բայց 117 հոդվածում գրած էր 2 տարվա ընթացքում սահմանադրությունը համաձայնացնել սահմանադրական փոփոխություն օրենսդրության հետ եւ գարանտը երաշխավորը սահմանադրության Հայաստանի նախագահն էր։ Նա պետք է ապահովեր որ 2 տարում ընդունվեր արտակարգ դրության մասին օրենքը, որը 55-րդ կետի վերջի մասում գրած էր, որ պետք է ընդունվի։ Բավական չի մարտի 1-ին անցել էր 2 տարին, օրենքը չէին ընդունել, որը կոպիտ խախտում է սահմանադրական կարգի։ Հլա չընդունված օրենքի պարագայում մտցրեցին արտակարգ դրություն, եւ որը բերեց այդ զոհերին, որի մասին գրվում էր։ Սա հանցագործություն է, որը պետք է դատվի Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից։ Եվ ես դիմել եմ սահմանադրական դատարանի նախագահին այն ժամանակ ուղարկել եմ պարլամենտ բոլոր խմբակցություններին բան ոչ մի ռեակցիա հասկանում եք ես բոլորը հետո ստիպված ես գրեցի մեծ աշխատանք սահմանադրությունը անվտանգությունը որտեղ քվեարկվեց ոչ միայն այս հարցը այլ սահմանադրության այսօր ընկերը ասեց որոշ կետերի փոփոխման նոր հոդվածների մտցնելուց ինչպես մենք սահմանադրությունում ապահովենք մարդկանց կենսագործունեության անվտանգ ապրելու իրավունքը արտակարգ իրավիճակներում կյանքի առողջության եւ ունեցվածքի պաշտպանությունը երկրի քաղաքական եւ տնտեսական համակարգերի պաշտպանությունը եւ այնտեղ կետեր գնաց եւ մարդու իրավունքների պաշտպանության բաժնում եւ կառավարություններին եւ գործադիր իշխանություններին հանձնարարել, պարտավորեցնել, ապահովել այդ իրավունքները եւ մեխանիզմները, որոնք օրենսդիր կամ ներկայացական մարմնին հնարավորություն են տալի արդյունավետ հսկել այդ լրացուցիչ լազերությունների հատկացումը գործադիրին, դրանց իրականացումը եւ վերացումը։ Այդ բոլորը կա մեծ աշխատանք է, ես հաճույքով պարոն Հարիկյանին այդ մասերը կներկայացնեմ, մենք կարողանանք սահմանադրությունների մեջ ըմբռնենք, բայց ես այլ բան եմ ուզում ասեմ, այդ ընթացքում ինձ հետաքրքրեց սկսած հռոմեական օրենքից ինչպես են նոր պահանջմունքները
նոր իրավական նորմեր առաջացրել օրենսդրություններում, սահմանադրություններում եւ այլ։ Եվ դա փնտրելուց դուրս եկա մի հետաքրքիր բանի վրա, որը շատ դուր կգա շնորհապետական կուսակցությանը երևի։ Ուրեմն մենք շատ լավ գիտենք Շլիմանի ասածը, որ եվրոպացիները քաղաքակրթության ակունքները փնտրում են Հունաստանում բան, դրանք պետք է փնտրեն Հայաստանում, դա բոլորս գիտենք, բայց պարզվում է, որ Պլատոնը, երբ որ իր ուսուցչին Սոկրատին 399 թվին մեր թվարկությունից առաջ մահապատիժով վերացրեցին, Պլատոնը գնաց մի քանի տարով Հունաստանից, այդ թվում եկել է Փոքր Ազիա, եւ այնտեղ փաստաթղթերում գրած է խորհրդակցությունները արե իմաստունների հետ պարսկական, բայց ամենայն հավանականության հայերի հետ արե, որովհետեւ հետո Պլատոնը գրել է, որ մեր ժողովրդավարությունը Սոկրատի մահից հետո հունական, դա վատագույն ձևն է կառավարման, լավագույն ձևը հայերի մերիտոկրատիան է, շնորհակառավարումը, շնորհապետական կառավարումը, որը կա հայերի մոտ մեր թվարկությունից առաջ 4-րդ դարի սկզբին, շատ հետաքրքիր կետ է, որը ես կուզեի ասեմ, եւ Սոկրատն էլ իր հերթին բաժանել է ժողովուրդը 3 մասի, բնակչությունը մի մասը մերիտոկրատիան կառավարող գիտելիքներով եւ այլ մասը, մի մասը ստեղծագործող եւ բանակը, որը պահպանում է այդ բոլորը, բայց այսօր 21-րդ դարում այդ մերիտոկրատ մոտեցումը պետք է լինի եւ բանակում, որտեղ ունեն լավագույն սպայական կադրերը, խելացի զինվորները, սովորացած ժամանակակից տեխնոլոգիաներով, թվային եւ գյուղացիները նույնիսկ արտադրական մասում պետք է տիրապետեն, այսօր տիրապետում են գյուղերում, ով ունի ջերմոց բան, նրանց երեխեքը մտնում են ինտերնետ եւ ժամանակակից տեխնոլոգիաներով կառավարում։ Դες մեր ամբողջ ազգը պետք է մոտեցումը լինի շնորհապետական, մենք եւ իզուր չի կուսակցության բանը սիմվոլը դա է, որ մենք կարողանանք բերենք երկրի ոչ միայն բարձրագույն օղակների կառավարմանը, այլ ցածի օղակները մարդիկ իրանք են ստեղծում։ Իսկ ես խնդրում եմ, մենք քանի որ մարտի 1-ը մոտենում է, եւ ես կասկածում եմ, որ արտակարգ դրություն ինչ որ պատրվակներով կարող են մտցնել ցանկացած ժամանակ։ Ոչ միայն մեր ժողովուրդը, մեր էլիտան էլ լավ չգիտի արտակարգ դրության նպատակը, մեխանիզմները, այս աշխատանքը պետք է նստենք մի ժամ-ժամուկես քննարկենք, ամբողջ ժողովուրդը իմանա։ Դա ծավալուն թեմա է, հետո կանդրադառնանք դրան, ես ուղղակի մերիտոկրատիայի հետ կապված մի բան եմ ուզում ասել, այո, գաղափարը հենց Պլատոնից ենք վերցրել, բայց որպեսզի իրականում շնորհապետություն ստեղծվի պետության ներսում, բարեկիրթ քաղաքացու կայացումը պետքա չձախողել։ Իսկ երբ որ մենք ինտելեկտուալ հանրություն ենք ստանում, որտեղ բարեկիրթ հայեցի դաստիարակությամբ ինտելեկտուալ հասարակություն է կայանում, այդտեղ նոր արդեն արժանավորների իշխանության ռազմավարական էլիտայի գեներացման աստիճանակարգը կգա։ Սա որպես նորմ ցանկություն սահմանադրությունների մեջ այդպիսի հասկացություն կա, չէ՞, նորմ ցանկություն։ Ցանկացանք կուսակցության անունը դնել մերիտոկրատիա՝ ի հակադրություն կակիստոկրատիայի, տգետների իշխանության եւ կլեպտոկրատիայի, գողապետության։ Ի վերջո, եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ինստիտուտներ, պետք է ունենանք նորմալ պետական կառավարման համակարգ եւ առաջնորդների դաս։ Իսկ առաջնորդների դասը դրանք այն ռազմավարական ստրատեգիական էլիտան են, որոնք իրենց արժեշահային համակարգի աստիճանակարգում ազգային շահերը գերադասում են անձնական եւ խմբային շահերին։ Շնորհակալություն, պարոն Կիրակոսյան։ Շատ ներողություն, մի բան ավելացնեմ։ Կա բարձր բանակցություն եւ բարձր բարոյականություն, որոնք միասնությունում պետք է լինեն, անբաժանելի իրարից։ Եթե մենք մերիտոկրատիա ենք ուզում, ոչ միայն գիտելիքները, ինտելեկտը, այլ նաեւ բարոյականություն։ Մարդկային տեսակներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։